Ամենահզոր եւ օգտակար հյութերից մեկը, որն ունակ է բուժելու դիաբետը, կանխել ինսուլտը եւ բուժել ավելի քան 25 հիվանդություն։ Այս հյութը վիտամինների, ցանքանյութերից եւ քլորոֆիլներից բաղկացած հզոր միջոց է, իսկ հյութի ամենագլխավոր օգտակար բաղադրիչը համարվում է ցորնուկը, ցորենի խոտը։ Այն շատ հարուստ է քլորոֆիլով եւ շատ արագ աճում է տանը։ Խոտի արտադրության առաջին քայլը ցորենի հացահատիկի աճեցումն է։ Դուք կգտնեք հացահատիկը խանութներում։ Ահա ցորենի խոտի հյութի մի քանի օգտակար հատկություններ։ Հավասարակշռում է մարմնի pH մակարդակը, պայքարում է սակավարյունության դեմ, օգնում է նվազեցնել քաշը, բուժում է թութքը, վերահսկում է արյան շաքարի մակարդակը, հատկապես եթե ունեք դիաբետ, կանխում է ատամների խնդիրները, վերացնում է քորը եւ ալերգիան։ Հյութը պետք է քսեք քոր եկող մասին, որպեսզի ազատվեք դրանից։ Բացի այդ, այն կարող է բուժել մաշկի հիվանդությունները, այրվածքները, սնկային հիվանդությունները եւ այլն։ Օգնում է կարգավորել արյան ճնշումը, ամրացնում է իմունիտետը, օգնում է քթանցքի խցանման դեպքում, հեռացնում է ծանր նյութերը, արագացնում է արթրիտի բուժումը, վերացնում է բերանի եւ մաշկի տհաճ հոտը, վերացնում է վարիկոզը, բարելավում է տեսողությունը, օգնում է բուժել քաղցկեղը։ Ինչպես պատրաստել հյութը։ Կտրեք մի բուր ցորենի խոտ մոտ 4-5 սանտիմետր արմատից բարձր։ Շատ կարևոր է, քանի որ դա թույլ կտա խոտին նորից աճել։ Մանրացրեք այն բլենդերի մեջ կես բաժակ ջրով։ Քամեք եւ խառնեք 1 նարնջից ստացված հյութի հետ։ Կարող եք օգտագործել միանգամից։ Դուք կարող եք այն խմել ամեն օր եւ որքան ուզեք։ Եթե ունեք առողջական լուրջ խնդիրներ, ապա ցանկացած ժողովրդական դեղամիջոցի օգտագործումից առաջ խորհրդակցեք բժշկի հետ։ Առողջություն ձեզ։